Երբ նա իմացավ, որ իր մոր արյունը հայկական է, Մարիաննան միշտ զգացել էր, որ ինչ-որ բան իր մասին չի գիտակցում ամբողջությամբ։ Նա մեծացել էր սիրող ու ջերմ ընտանիքում, մի խաղաղ երկրում, որտեղ հայկական անուններ հազվադեպ էին լսվում։ Նրա ծնողները, ավելի ճիշտ որդեգրած ծնողները, նրան ամեն ինչ տվել էին՝ սեր, կրթություն, հարմարավետ կյանք, բայց որևէ մեկը չէր կարողանում լրացնել այն փոքրիկ դատարկությունը, որը միշտ պտտվում էր նրա ներսում, անբացատրելի, բայց իրական։ Մարիաննայի 18-ամյակի օրը նրա խորթ մայրը նրան տվեց մի նուրբ ծալված ծրար, նրա ձայնը մի փոքր դողաց. «Սիրելիս, դու հիմա արդեն բավական մեծ ես, ու դու պետք է որոշես՝ ուզում ես բացես սա, թե ոչ, բայց սա իմ պարտքն է Աստծու առաջ, բայց մենք կարծում ենք, որ դու պետք է ճանաչես ամբողջ ճշմարտությունը»։ Այդ երեկո Մարիաննան երկար ժամանակ հեկեկաց, չհամարձակելով բացել ծրարը։ Վերջապես, կեսգիշերին նա նստեց իր սենյակում, խորը շունչ քաշեց և բացեց։ Ներսում կար մի նամակ և մի լուսանկար։ Լուսանկարում կանգնած էր գեղեցիկ հայ կին, խորը շագանակագույն աչքերով, խնամքով հյուսված վարսերով և մի մեղմ ժպիտով, որ անմիջապես հանգստություն էր տալիս։ Նամակը այսպես էր սկսվում. «Իմ աղջիկ, եթե այս նամակը հասել է քեզ, ուրեմն դու արդեն չափահաս ես։ Քո իրական անունը Սիրանես է։ Ես հայ եմ, և եթե մի օր զգաս, որ ուզում ես ճանաչել քո արմատները, իմ երկիրը քոնն էլ է»։ Մարիաննան վեր կացավ, մի քանի քայլ արեց, հետո նորից նստեց։ Նրա ձեռքերը դողում էին։ «Իր իրական անունը Սիրանե՞ս», կրկնեց նա բարձրաձայն։ Այդ անունի մեջ մի մեղմ երաժշտություն կար, որը տարօրինակ հարմար էր իր սրտին։ Հաջորդ շաբաթ նա պատրաստ էր ճանապարհ ընկնել Հայաստան։ Որդեգրած ծնողները նրան համբուրեցին և ուղեկցեցին։ «Մեր աղջիկ, միշտ կմնաս մերը», ասաց մայրը, «բայց եթե քո սիրտը քեզ տանում է այնտեղ, ուր քո արմատներն են, մենք ուզում ենք, որ դու գնաս, բայց մենք կսպասենք քեզ»։ Երևանը նրան դիմավորեց արևոտ աշունով։ Քաղաքը կենսուրախ էր, բայց ջերմ, այնպես, ինչպես նա չէր տեսել ուրիշ տեղ։ Մարիաննան մտավ մի փոքրիկ թաղամաս, որտեղ նամակում նշված հասցեն էր։ Տունը կանգնած էր հին ծառի տակ, որի տերևները դեղնում էին աշնան մեղմ քամուց։ Դուռը բացեց մի տարեց կին։ Նրա աչքերը անմիջապես լցվեցին արցունքներով։ «Սիրանես, իմ պստիկ», շշնջաց նա՝ բերանը ձեռքերով ծածկելով։ Մարիաննան մնաց անշարժ։ Այդ ձայնը, այն հայացքը, այդ փայլքը… Թվում էր, թե տարիներով սպասել է հենց այս պահին, առանց իմանալու։ Կինը նրան գրկեց, երկար, ամուր, այնպես, որ աղջիկը զգաց իր ամբողջ մարմնով։ Սա այն սերն է, որ տարիներ շարունակ աննկատ պակասել էր։ Տան ներսը լի էր հայկական գույներով, ձեռագործ գորգերով, փայտե մանրաքանդակներ, նկարներ Արարատից, իսկ խոհանոցից գալիս էր թարմ թխած հացի հոտը։ «Շատ դժվար ժամանակներ էին», պատմեց մայրը, նրա ձեռքերը սեղմելով։ «Ես հիվանդ էի, հնարավոր չէր քեզ պահել, բայց ես միշտ հավատացել եմ, որ դու երջանիկ ես, և ամեն օր աղոթել եմ, որ մի օր ինձ կգտնես»։ Մարիաննան անդադար լացում էր, բայց այս անգամ երջանկությունից։ Նրա սիրտը լցվում էր ինչ-որ անսահման քնքշությամբ, մի տաք զգացողությամբ, որը բառերով չէր կարողանում նկարագրել։ Նա նույնիսկ չէր էլ գիտակցում, որ 18 տարի չի իմացել սրա մասին, և սա փոխանակ նրա համար լիներ շոկային, դեռ կարծես այնպիսի մի իրականություն էր, որին երկար փնտրել էր։ Մայրն իր աղջկան տարավ էջմիածին, կառն ու տաճար, Սևան, ցույց տվեց հայկական հացթուղթերի արհեստը, սովորեցրեց ինչպես երգել ձախորդ օրերը, պատմեց հերոսների, հայրենիքի, կորստի ու վերածննդի մասին։ Մարիաննան, որին այժմ բոլորը Սիրանես էին կոչում, հասկանում էին, որ իր ներսում ինչ-որ բան արթնանում է, մի կապ, որը միշտ գոյություն ուներ, բայց երբեք չէր բացահայտվել։ Ամեն երեկո մայրը նրան պատմում էր իր մանկությունից, հպարտ, աշխատասեր, անկեղծ մարդկանց մասին։ Սիրանեսը սկսեց սիրել ոչ միայն իր մորը, այլ այն ամբողջ ժողովուրդը, որը նրան այդքան ջերմ ընդունեց ու պատմեց իր հազարամյա պատմությունը։ Երբ եկավ Մարիաննայի Սիրանեսի վերադարձի օրը, մայրը նրան երկար գրկեց։ «Հիմա դու երկու ընտանիք ունես, երկու մայր, բայց մեկ սիրտ», ասաց նա ժպիտով, «և այդ սիրտը կեսով հայ է»։ Սիրանեսը ժպտաց արցունքներով։ «Ես միշտ կվերադառնամ, այժմ գիտեմ ով եմ ես»։ Նա վերադարձավ իր որդեգրած ընտանիք, բաց ու խաղաղ սրտով, և զգաց, որ իրեն բաժանում չէին տվել երկուսի մեջ։ Ընդհակառակը,
Նա դարձել էր ավելի ամբողջական, քանի որ նա գտել էր իր արմատները, և երբ մարդ գտնում է իր արմատները, նա գտնում է ինքն իրեն։